the Board of Peace, sort of a beautiful name, the Board of Peace. Սպիտակ տունը հրապարակեց Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, Համասի զինաթափում եւ միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում։ Ներկայացնելով իր այս պլանը, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, թե քաղաքակրթության պատմության հզորագույն իրադարձություններից մեկն է տեղի ունենում, որ կարող է հարատև խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում։ Այս ծրագրով մասնավորապես նախատեսվում է ձևավորել խաղաղության խորհուրդ միջազգային վերահսկող մարմին, որը կղեկավարի ոչ այլ ոք, քան նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարն ասում է, շատերն են իրեն խնդրել եւ որոշել է ընդառաջել։ Արաբական աշխարհի Իսրայելի առաջնորդները եւ բոլոր շահագրգիռ կողմերը խնդրեցին ինձ, ուստի այն կգլխավորի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ անունով հայտնի մի ջենտլմեն։ A gentleman known as President Donald J. Trump of the United States. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ երեք Սպիտակ տան ղեկավարը խոստովանում էր, այդ նոր պաշտոնն իր սրտով է, թեև լրացուցիչ աշխատանք է ենթադրում, բայց ասում է պատրաստ է այդ բեռնել իր ուսերին վերցնել։ Թրամփի գլխավորած այդ խորհուրդը իր հերթին կվերահսկի պաղեստինյան անկլավի կառավարումն իրականացնող ժամանակավոր անցումային տեխնոկրատական, ապա քաղաքական մարմնի գործունեությունը։ Խումբը բաղկացած լինի պաղեստինցիներից եւ միջազգային փորձագետներից ու կհոգա Գազայի վերակառուցման ֆինանսավորումը մինչեւ պաղեստինյան ինքնավարության էական բարեփոխումները։ Առայժմ հստակ չէ ինչ դերակատարում կունենա Պաղեստինի ինքնավարությունը այս գործընթացում։ Հայտնի չէ նաեւ Գազայի դեմ 2 տարի շարունակվող պատերազմը ղեկավարող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնակցության ձևաչափը խաղաղ նպատակներ հետապնդող այդ խորհրդում։ Նա երեք Թրամփի հետ հանդիպմանը հայտարարում էր, թե ծրագիրն ըստ էության համապատասխանում է Իսրայելի ռազմական նպատակներին, ապահովում, որպեսզի Գազան չկառավարվի ոչ Համասի, ոչ էլ Պաղեստինի ինքնավարության կողմից, այլ նրանց կողմից, ովքեր ըստ Նեթանյահուի հավատարիմ են Իսրայելի հետ իրական խաղաղությանը։ Պաղեստինյան անկլավը վերահսկող Համասը դեռևս գնահատական չի հնչեցրել։ Խմբավորումը հայտարարել է, թե առհասարակ չի ստացել փաստաթուղթը եւ ծանոթ չէ դրա բովանդակությանը։ Ծրագրով Համասի համար ոչինչ նախատեսված չէ։ Ավելին, փաստաթղթում հստակ գրված է, որ ոչ այդ, ոչ էլ այլ խմբավորումներ չեն կարող մասնակցել Գազայի կառավարմանը, ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի։ Համասի հնարավոր հեռացումից հետո ամերիկյան պլանը նախատեսում է պատերազմից գրեթե ամբողջովին ավերված Գազայի հատվածում ստեղծել հատուկ տնտեսական գոտի։ Ծրագրի համաձայն ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան, որ վաղուց փլատակների է վերածվել։ Ցանկացողները կարող են ազատորեն հեռանալ եւ վերադառնալ։ Մինչ այդ անկլավը անկախ դիտորդների վերահսկողությամբ պետք է ապառազմականացվի եւ դառնա, ինչպես փաստաթղթում է նշված, նոր Գազա, որը լիովին նվիրված կլինի բարեկեցիկ տնտեսության կառուցմանը, խաղաղ համակեցությանը հարևանների հետ։ Հարևաններն ընդհանուր առմամբ ողջունել են Թրամփի այս նոր առաջարկը, որը արաբական երկրների համար զգալի առաջընթաց է համարվում նաեւ այն պատճառով, որ այլևս չի հիշատակվում Գազան Ռիվիերայի վերածելու Թրամփի փետրվարյան աղմկահարույց գաղափարը, որը նախատեսում էր պաղեստինցիների բռնի վերաբնակեցում։ Իսրայելում, որտեղ դեռևս սպասում են Գազայում պահվող տասնյակ պատանների ազատարձակմանը, ոգևորված են Թրամփի պլանից եւ անհամբերությամբ սպասում են, որ Համասն էլ ընդունի այն։ Կարծում եմ մենք սրան գնում ենք շատ ուշացած, երբ երկու կողմերն էլ չափազանց շատ զոհեր ունեն, զինվորներից, պատանդներից, Գազայի ժողովրդից, բայց կարծում եմ սա հիանալի քայլ է։ Միայն հայտնի չէ արդյոք Համասը կհամաձայնի հանձնել իր զենքն ու լքել Գազան։ 2 տարի շարունակ Իսրայելի ռազմական հարձակումների թիրախում գտնվող Գազայում, որտեղ պատերազմի հետևանքով ավելի քան 65,000 մարդ է զոհվել, մեծ մասը կանայք եւ երեխաներ, ռազմական գործողություններին զուգահեռ էլ դիմակայում են համատարած սովին, թերահավատ են Վաշինգտոնի ծրագրի բարի նպատակների հարցում։ Այս ծրագիրը ձեռնտու է Թրամփին եւ Իսրայելին, նրանք շահեր ունեն Գազայում, նրանք ցանկանում են ամեն կերպ վերացնել Գազան։ Այս բոլոր խնդիրները Թրամփի եւ Նեթանյահուի պատճառով են եւ եթե նրանք ցանկանային պատերազմին վերջ դնել, վաղուց էին լուծել։